Ողջույն ձեզ սիրելի հետևորդներ, ողջույն ձեզ նրանց, ովքեր հենց հիմա միացան իմ ալիքին ու նայում են իմ տեսահոլովակը։ Սիրելի հետևորդներ, ես այսօր Փարիզում եմ։ Հիմա ես գտնվում եմ Լուվր թանգարանի մոտակայքում։ Ետնամասում դուք տեսնում եք դարպասը, մուտքը, այսպես ասած։ Հիմա ես կշրջեմ եւ ձեզ ցույց կտամ ամբողջությամբ, բայց ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ եկել ենք տոնական Փարիզը տեսնելու։ Հատկապես Գալերի Լաֆայետ խանութն են գնալու։ Շատ եմ տեսել նկարներով եւ կարելի ասել երազել եմ գտնվել Գալերի Լաֆայետ խանութում, նրանց զարդարած տոնածառը տեսնել։ Մի խոսքով այդ հրաշ խանութը տոնական շատ շքեղ են զարդարում։ Եվ ընդհանրապես Փարիզը այս ծննդյան տոներին գեղեցիկ զարդարված։ Մի խոսքով եկել ենք հիանանք, տոնական տրամադրություն բերենք։ Ասեմ ձեզ, որ այստեղ շատ ցուրտ է։ Շատ ցուրտ է, իհարկե խանութներում դտակ է, դուք լավ գիտեք։ Մի խոսքով սիրելիներս, եթե ձեզ հետաքրքրում է լինել Փարիզում, ուրեմն մի անջատեք, մնացեք ինձ հետ եւ մենք գեղեցիկ տեսարժան վայրերով կշրջագայենք Փարիզում, որքան որ հնարավոր է, ասեմ ձեզ, իհարկե որ տեղերում, ես շատ եմ եղել այստեղ, անչափ շատ եմ եղել, հիմա բնականաբար բոլոր տեղերը չեմ գնալ, ձմեռ է, այդքան է ժամանակ չկա, ճիշտ է մենք 2 օրով ենք եկել, բայց ամեն դեպքում կշրջենք այն վայրերով, որտեղ լավ լուսավորություն, գեղեցիկ, ուրեմն զարդարանքներ կա, տրամադրություններս կփոխվի, այսպես ասած, դե ինչ, եթե սիրում եք Փարիզը, եթե ուզում եք տեսնել Փարիզը, իհարկե կան մարդիկ, որ շատ են տեսել, ես խոսքս նրանց չի վերաբերում, թեպետ տեսած մարդիկ էլ էլի միշտ երազում են լինել Փարիզում, ահա, տեսեք, դե մնացեք ինձ հետ։ Սենագետի երկայնքով փռված է Լուվրի թանգարանը, տեսեք, ես ամբողջությամբ ձեզ ցույց եմ տալիս, նախկինում դուք գիտեք, որ դա թագավորական պալատ է եղել, Լյուդովիկոս 14-ի նստավայրն է եղել, ահա եւ Սենագետն եմ ես ձեզ ցուցադրում, շատ սիրուն, շատ հիասքանչ տեսարան է։ Թանգարանի մուտքն է Սենայի ափի կողմից, տեսեք ինչքան գեղեցիկ է, խոսքերով բացատրել հնարավոր չէ։ Հեռվից երևում է Էյֆելյան աշտարակը, տեսնում եք, շատ գեղեցիկ տեսարան է, հիմա այս ինչ երաժշտության ձայն է, մոտենանք տեսնենք ինչ է կատարվում, ջահելներն են, այսպիսի բաներ Փարիզի և ընդհանրապես Ֆրանսիայի փողոցներում շատ կհանդիպենք, ցավոք ես չեմ կարող միացնել իրենց դրած երաժշտությունը, որ ամբողջ էֆեկտը հասանելի լինի, սակայն կասեմ, որ շատ լավ պարում են, իսկ սպիտակ վերնաշապիկով և շագանակագույն շալվարովն էլ տղա է։ Վերջին պտույտն անենք Լուվրում և արդեն ճանապարհվենք դեպի Գալերի Լաֆայետ խանութը։ Ճանապարհին հանդիպեցինք օպերայի շենքին, Փարիզի օպերայի շենքն է, գեղեցիկ, հսկա, անբացատրելի, մի խոսքով, պետք է մենակ տեսնել ու վերջ։ Օպերայի շենքը մյուս կողմից եմ ձեզ
ներկայացնում, սիրելի հետևորդներ ջան։ Չգիտեմ ինչի ձախ կողմում շինարական աշխատանքներ էր, դա է պատճառը, թե ժամն է, չգիտեմ, տեսեք, փակած էր։ Ամեն դեպքում որքան հնարավոր է ես աշխատում եմ շատ հետաքրքիր տեսարանները նկարել եւ ցույց տալ ձեզ։ Չգիտեմ որքանով է դա հաջողում, ահա սա էլ այդ հրապարակն է, ուրեմն այստեղ խանութների հսկա ցանցեր են տարածված, այդ փողոցը այդպես է, բոլոր ֆիրմայի խանութներն են, տեսեք Գալերի Լաֆայետի տանիքն են բարձրացել մարդիկ եւ վերևից են նայում։ Մի քանի մասնաշենքեր կան Գալերի Լաֆայետի, բայց մենք գնալու ենք իհարկե այն մեծ խանութը, որտեղ կա տոնածառը, որի համար էլ որ եկել ենք, ասե Փարիզ, ահա մուտքն է։ Դե տեսեք ժողովուրդ ջան, տեսեք ինչ հրաշք խանութ է, ինչ գեղեցիկ զարդարված։ Իհարկե շատ դժվար էր ես ձեզ ասեմ նկարելը, քանի որ այս պատշգամբներում տարբեր հարկերից եմ բարձրացել նկարել ասեմ ձեզ, բայց պատշգամբների եզրերի մասը խանութներ էր, հնարավոր չէր մոտենալ եւ նկարել, բայց մի կերպ ճողոպրեցի, մի հնար գտա, որպեսզի ձեզ կարողանամ ցույց տալ, թե ինչ շքեղ տոնածառը, ինչ շքեղ զարդարված է այս խանութը։ Այս խանութի մասին շատ են խոսում, միշտ ցուցադրում են։ Էնպես որ դուք էլ, եթե դեռ չեք տեսել, դուք էլ նայեք իմ տեսահոլովակով եւ հիացեք։ Սա էլ հիմքն է տոնածառի։ Սիրելի հետևորդներ ջան, խանութում բավականին շատ մարդ կար, աշխարհի բոլոր անկյուններից եկել էին այս հրաշքը տեսնելու, ամեն լեզվով խոսացողներ կային, էլ չեմ ասում, որ անվտանգության աշխատողները կարգավորում էին խանութի մեջ տեղաշարժը, էնպես որ ասում են ասեղ գցելու տեղ չկար, իրոք չկար, իհարկե մուտքը դիմակներով էր պարտադիր, բայց չէին ստուգում մեր վակցինայի փաստաթուղթը, մի խոսքով խանութի ներսն էլ ամեն մի բաժնում հրաշք դասավորած էր, տոնական տրամադրությունը անպակաս էր։
Խանութների ցուցափեղկերն էլ ավելի գեղեցիկ են ձևավորում, սա հենց նույն Գալերի Լաֆայետի ցուցափեղկերն է, տեսեք երեխաների համար ինչքան գեղեցիկ են ձևավորել, ասեմ ձեզ, որ բավականին հերթ է, նորից նույն բանը չեմ ուզում կրկնել, հնարավոր չի մոտենալ, բայց դե մի կերպ ժամերով կանգնում ենք, որպեսզի մեր հերթը հասնի, մենք էլ կարողանանք տեսնել, հրաշք ցուցափեղկեր են, հրաշք։ Ասեմ ձեզ, որ հիմա մենք մոտենում ենք Վանդոմի հրապարակ է կոչվում, ահա տեսեք, այդ հրապարակի և այս փողոցի ընդհանրապես ամեն հյուրանոցները շատ թանկարժեք հյուրանոցներ են և մի գաղտնիք ձեզ ասեմ, որ այդ հյուրանոցներից մեկում հիմա ես կցուցադրեմ, ահա այս դիմացից երևող հյուրանոցում իջևանել է արքայադուստր Դիանան։ Ահա Շանզելիզեն իր տոնական գույներով, դիմացն էլ հաղթական կամարն է երևում, տեսնում եք ինչքան գեղեցիկ է ձևավորած։ Սա էլ մեր սրճարանը նախընտրած։ Եկանք սրճարան Շանզելիզեի վրա, սուրճ կխմենք, մի քիչ կհանգստանանք ու կշարունակենք շրջագայել, շատ օգնեցինք, բայց շատ հաճելի է, շատ սիրելի հետևորդներ ջան, ովքեր եղել են Փարիզում, շատ լավ գիտեն, եռուզեռը շատ է, եթե համեմատում ենք մեր քաղաքի հետ, մի խոսքով հաճելի օր ենք անցկացնում, հիմա էլ վայելում ենք մեր սուրճը, դե ինչ
Առայժմ մնացեք ինձ հետ։ Ժողովուրդ ջան, հիմա էլ գնում ենք Էյֆելյան աշտարակը տեսնելու։ Գիշերային ժամանակ շատ գեղեցիկ լուսավորված է լինում, հաճելի է գիշերը տեսնել։ Եվ ընդհանրապես տեսնում եք, այս փողոցի անունը ես իհարկե չեմ կարող հիշել, միշտ կարդում եմ, բայց սա այն փողոցն է, որը միացնում է ուրեմն Շանզելիզեն այդ Էյֆելյան աշտարակ գնացող փողոցի հետ։ Այս փողոցում էլ լիքը բրենդային խանութներ կան, իհարկե տեսեք, ես ուզում եմ ցուցադրել, գները չեն գրվում, որ գներ ցույց տամ։ Ահա, շատ գեղեցիկ ձևավորումներով են։ Սա էլ մի, չգիտեմ, թվանոց մեքենա է, անտարբեր չանցա։ Հարուստ է հյուրանոցի դեմն է կանգնած։ Սա էլ ուրեմն հյուրանոց է, աշխարհի բոլոր հարուստները գալիս են այս հյուրանոցում գիշերելու։ Ուրեմն ամռան ընթացքում այս հյուրանոցը դուք նկարներում տեսել եք հաստատ, բոլոր պատշգամբներից ուրեմն ծաղիկներ է կախված, ծաղիկներով է պատված լինում այս գեղեցիկ շենքը։ Ահա, սա էլ է հյուրանոցը։ Շատ ճաշակով գեղեցիկ զարդարել են։ Եվ վերջապես Էյֆելյան աշտարակը։ Ահա, տեսնում եք։ Փարոսն էլ ամբողջ քաղաքը լուսավորում է, այդպես պտտվում է եւ լուսավորում ամբողջ քաղաքը։ Շատ գեղեցիկ է սենագետը, շատ ռոմանտիկ վիճակ է, սիրելիներս։ Սիրելի հետևորդներ ջան, քայլում ենք Սենայի ափով, Էյֆելի հակառակ կողմով, շատ լավ եղանակ է, կարևորը ցուրտ չի, շատ ճիշտ է, ես գլխարկս դրեցի, բայց դե քամի է տունի, դեպի քամին է, ամեն դեպքում շատ հաճելի, շատ լավ, տեսակ արդեն ես ձեզ ցույց տվեցի Էյֆելը ինչքան գեղեցիկ էր,
գույները ինչքան հաճելի էր, լույսերը վառեցին։ Մի խոսքով երեկոյան քայլում ենք, գնանք հիմա այլ մի հատ տեսնենք ռեստորան գտնենք, հաց ուտենք։ Այսպես, մեր օրը այսպես գեղեցիկ անց ենք կացնում, ձեր հետ միասին, ասեմ ձեզ, շատ լավ օր է։ Ծանիր տաքսի ենք նստել, ծանիր տաքսով գնում ենք, տաքսքիր այլ, այ, շատ կամ, լավա չէ, Հայի խանութի մոտով անտարբեր չկարողացա անցնել, ինչպես բոլոր հայերը, ես էլ նրանցից մեկն եմ։ Վայ, վերջապես եկանք հաց տելու, եթե ծանիվը վերջն է շողոր չանքան ծիծաղել եմ, չեք պատկերացնի։ Հիմա հազիվ է սուր ժամին ռեստորան բաց կար, մտանք հաց տենք, դուրս կանք մի քիչ կայլեք որ կերացներս մարսին, նոր կնանք հյուրանոց։ Մեր հյուրանոցը գտնվում է Լուվր թանգարանի ուրեմն դիմացի մայթին, գետի հակառակ կողմ։ Դրա համար մեր ճանապարհը միշտ Լուվրի կողքով է։ Հիմա առավոտյան գալիս ենք սուրճ խմենք, նախաճաշ անենք։ Այս սրճանը շատ հարմար սրճան է, հենց անմիջապես Լուվրի կողքին է եւ շատ լավ սպասարկում է։ Ասեմ ձեզ, գներն էլ այստեղ շատ բարձր չէին, դե իհարկե Շանզելիզեում շատ բարձր էին, շատ, բայց այստեղ այդքան էլ բարձր չեն։ Այսպես ձմռան ընթացքում ցուրտ քաղաքներում տաքացնում են սրճարանները, դրա համար գերադասում ենք տերասում նստել։ Կողքն էլ ճարտարապետության թանգարանն է, սա ճարտարապետության թանգարանի բակն է, այգիներն են։ Իհարկե ձմռան այդքան էլ հետաքրքիր չի, դրա համար շատ առաջ չգնացի, չնկարեցի, այս հատվածը միայն ցուցադրեցի ձեզ, որն էլ էլի գեղեցիկ է։ Ամեն դեպքում ճաշակով դիզայն է, չգիտեմ, ինձ դուր է գալիս։ Հիմա էլ այս գեղեցիկ փողոցով գնում ենք Փխենտան խանութը, եթե դուք իմ տեսանյութերը տեսել եք, մեր Լիլ քաղաքում այդ կարգ Փխենտան, էլի շատ գեղեցիկ խանութ է, թե այստեղինը աննկարագրելի, թե շենքը, թե ներքին ձևավորումը ուրիշ է։ Սա էլի ցուցափեղկերում դրված են, իհարկե որևէ գին չի գրվում։ Անտարբեր չանցա զարդեղենի կողքով։ Հիմա գնանք Փխենտանի ձևավորումն էլ տեսնենք, պլանների մեջ դա է։ Նորից օպերայի կողքով ենք անցնում։ Սիրելի հետևորդներ, ծննդյան տոների ժամանակ այ նմանատիպ տնակներ են ուրեմն ձևավորում ամեն մի տեղ, կոչվում է, այսպես ասած, տոնավաճառային տնակներ, Marché Noël, չգիտեմ, այսպես են ասում, այլ կերպ չեմ կարող թարգմանել, որտեղ թե սննդի կետեր կան, թե հագուստների ամեն ինչ վաճառում են։ Այդտեղ էլ մենք նաև ուրեմն խորոված շագանակ գնեցինք եւ կերանք, շատ համեղ է, սա ֆրանսիական ոնց որ ավանդություն լինի։ Ահա, դիմացից դուք տեսաք այդ գեղեցիկ Փխենտան խանութը, տեսնում եք ինչ շքեղ շենք։
ճապոնական ռեստորանում ենք սիրել իրել, շատ հետաքրքիր մենյու ենք ուտում։ Մի քիչ անծանոթ է, բայց շատ համով է։ Տակա։ Նստել ենք, վայելում ենք։ Ոնց որ այս նուդլի նման բանը դուրս մեկը, հիմա ես ձեզ ցույց կտամ, բայց շատ համով է։ Այստեղ այս ռեստորանում փաստորեն ամեն ինչ խոզի մսով են պատրաստում։ Չգիտենք, բայց դա խոզի միս ուտում ենք էլի։ Բարի ախոժակ մեզ, շնորհակալ է։ Վայ, վերջապես մենք արդեն ճեպընթացի մեջ ենք։ Թե ինչ փորձություններով եկանք հասանք ստեղ, հիմա ասեմ չեք հավատա։ Եկանք մետրով, որ պիտի գայենք կայան, բանից պարզվեց, որ մետրոյի այդ գիծը 4-րդը չի աշխատում, թե ինչու, ոչ ոք չէր կարող ասել։ Մի խոսքով, ովքեր եղել են Փարիզի մետրոում, ինձ լավ կհասկանան, թե այնտեղ ինչեր են կատարում։ Միջև լինիա փոխեցինք, միջև կողմնորոշվեցինք, միջև մի խոսքով մի քանի ուրեմն նստեցումներով հասանք այստեղ, որ հանկարծ չուշանանք։ Եկանք հիմա էլ տաբլոյի վրա են կարդում մեր լինիան էլի գիծը որոշելու, թե ուր են գնալու, որ նստենք գնացքը։ Հիմա էլ այստեղ չկա նշված։ Միջև գնացինք դրամարկղ, հարցրեցինք, բանից պարզվեց, որ այդ ժամին չկա, պետք է փոխենք տոմսերը, ուրիշ տոմսեր վերցնենք։ Հերթ, ինչքան հերթ ենք կանգնել մի խոսքով, բավականին շատ այդ հերթն էլ այդպես, ուրեմն ամենտեղ հերթ։ Գնաց նստելիս էլ այդ վակցինայի պասպորտներն են ստուգում, այդտեղ էլ հերթ, միջև ստուգում ես, միջև անցնում ես, մի խոսքով Էժան պրծանք, հիմա նստել ենք արդեն, ուր որը կշարժվի, երևի մի քանի րոպե նույնիսկ չի տևա, կշարժվի։ Այսօրն էլ այսպես Փարիզում անցկացրեցինք, հուսամ գնացքն էլ շատ ժամանակին կհասնի, ճեպընթաց է ցտեսություն ձեզ, ապրեք, որ ինձ հետ մնացիք, շնորհակալ եմ, որ